Այ, հա, հիմա համ ցույց կտամ, համ այնուհետև on-line էլ մենք կտեղադրենք, էլի։ Այո, 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 հենց հիմա live-ով ընթանում է Ուժեղ Հայաստանի էջով։ Ուզում եք ես խոսեմ, հետո անջատենք հենց արդեն կայքը ներկայացնելու։ Հա, մերսի շատ։ Նա ջան, էջով գնում է, չէ՞ լայվը։ Արամ այս տեսելու ուժեղացնեմ։ Լավ է։ Լավ է, թող մնա։ Հետո որ ես ընթացքի Սկսենք ժողովուրդ, հա, հարմար է։ Ողջույն հարգելի զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ, հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ, որ ներկա եք գտնվում այստեղ լուսաբանելու նպատակով։ Սա շատ կարևոր առաքելություն է, որովհետև մենք բոլորս գտնվում ենք համապետական խորհրդարանական ընտրությունների ծիրում եւ որպես Ուժեղ Հայաստան դաշինքի եւ Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ մարդ, ով նախկինում ղեկավարել է դիտորդական առաքելությունները եւ ընտրական գործընթացներում խախտումներ է արձանագրել եւ վերահսկողություններ իրականացրել դրանց օրինականության նկատմամբ բազմաթիվ ահազանգեր եմ ստանում, թե ընտրական գործընթացի չիմացության վերաբերյալ քաղաքացիներից հարցադրումներ, հա, ինչպես է իրականացվելու, ինչպիսի հարցեր են ունենալու, թե հարցադրումներ եմ ստանում եւ ահազանգեր ենք ստանում ենթադրյալ խախտումների վերաբերյալ, ինչը առավել քան մտահոգիչ է, որովհետև մեր քաղաքական ուժի, մեր դաշինքի առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավար եւ իրավական ընտրություններն են, ուղղակի հավասար, ընդհանուր եւ թափանցիկ։ Եվ մենք բացառիկ կերպով անհամեստորեն ասեմ հսկայական ներուժ ենք ներդնելու, որպեսզի քաղաքացիների համար ընտրական գործընթացի օրինականությունը մաքսիմալ ապահովենք։ Հիմա կարճ հակիրճ ներկայացնեմ մեր քաղաքացիների համար, ինչ է իրենց սպասում, որովհետև առաջին խնդիրներից մեկը, որը ես նաև հնարավորություն եմ ունեցել տեսնել հենց ընտրատեղամասերում, թե 2021 թվականի համապետական ընտրություններին, թե Գյումրիում, թե հետագայում, հա, վաղարշաբաթում, թե անգամ Երևանի ավականու ընտրություններին, դա քաղաքացիների ընտրական գործընթացի չիմացությունն է։ Մարդը մտնում է ընտրատեղամաս եւ չի պատկերացնում, թե ինչ է իրեն սպասում եւ քայլերի հաջորդականությունը։ Հակիրճ քայլերը նկարագրելու համար հետեւյալն է տեղի ունենում։ Քաղաքացին մտնում է ընտրատեղամաս, անպայման իր հետ պետք է ունենա անձը հաստատող փաստաթուղթ, ID կամ անձնագիր։ Հարգելի քաղաքացիներ, խնդրում եմ չմոռանաք, ընտրության գնում ենք անձը հաստատող փաստաթղթով, որովհետև այո, եղել են դեպքեր, երբ մարդը եկել է, հա, այդքան ժամանակ է ծախսել եւ իր մոտ արկա չի եղել անձը հաստատող փաստաթուղթ։ Առաջին քայլը մարդը մոտենում է մի սեղանի, որտեղ տեղադրված են սարքավորումներ, որոնք նույնականացում են իրականացնում։ Այս սարքավորումները 3 արդյունք կարող են ցույց տալ՝ կանաչ, դեղին կամ կարմիր լույս։ Բնականաբար կանաչի պարագայում ամեն ինչ նորմալ է, դեղինի կամ կարմիրի պարագայում լինում են որոշակի ընթացակարգեր։ Հնարավոր է տվյալ քաղաքացու անհատականացման խնդիր կա անձը հաստատող փաստաթղթով։ Հնարավոր է քաղաքացին տվյալ տեղամասային կենտրոնում գրանցված չէ։ Հարգելի հայրենակիցներ, մենք այսօր թողարկում ենք հատուկ կայքեջ պաշտոնական մարմին ու պետական մարմինները, պաշտոնական էջերը ունեն հատուկ ընթացակարգ, որտեղ դուք ձեր տվյալներով կարող եք նախնական ստուգում իրականացնել, թե որ տեղամասային կենտրոնում եք դուք գրանցված։ Սա կարևոր իրազեկում է ու ես կխնդրեի սա մաքսիմալ տարածել, որպեսզի քաղաքացին ընտրության օրը տեխնիկական խութերի պատճառով չզրկվեր իր հիմնական ընտրական իրավունքը իրականացնելու հնարավորությունից։ Այնուհետև, երբ քաղաքացին այս դեղին եւ կարմիր լույսի պարագայում հնարավոր է անձնագրային խնդիր, հնարավոր է տեղամասային կենտրոնի շփոթի խնդիր, քաղաքացուն ուղղորդում են հանձնաժողովի անդամները։ Եթե լրացուցիչ խոչընդոտ է տեղի ունենում, մենք այսօր հրապարակելու ենք թեժ գծի հեռախոսահամար, որը գործելու է թե
նախընտրական շրջանում մինչև հունիսի 7-ը, թե հունիսի 7-ին ողջ օրվա ընթացքում, որի միջոցով քաղաքացիները կարող են ահազանգել հնարավոր միջամտությունների եւ ընտրախախտումների վերաբերյալ։ Սարքավորումից հետո քաղաքացին մոտենում է քվեաթերթիկների սեղանին, որի վրա դասավորված են լինում 1-ից 19 քվեաթերթիկները եւ ըստ հերթականության 1-ից 19 տրցակով հավաքվում եւ տրամադրվում են քաղաքացուն։ Այս սեղանի հետ կապված բավականին շատ խնդիրներ են ծագել ժամանակին տարբեր ընտրություններում։ Օրինակ, ընդհուպ մինչև եղել է իրավիճակ, որ մի քանի ժամով որոշ ընդդիմադիր քաղաքական ուժի քվեաթերթիկներ սեղանի վրա տեղադրված չեն եղել։ Հարգելի քաղաքացիներ, եթե ընտրության օրը այնպիսի իրավիճակ լինի, որ մոտենաք որևիցե քվեաթերթիկ, որևիցե համարի ներքո բացակայի սեղանի վրայից, անպայման ահազանգում եք ու պահանջում եք, որպեսզի բոլոր քվեաթերթիկները ձեզ տրամադրվեն։ Նաև հնարավոր է վնասված քվեաթերթիկ լինի, խնդրում եմ նաև դրան ուշադիր լինել, որովհետև եթե քվեաթերթիկը վնասված է եւ դուք ընտրություն եք կատարում, այնուհետև դա այդ քվեաթերթիկը անվավեր համարելու հիմք է լինելու։ Հետևաբար ձեր իմացությունը, իրազեկվածությունը հնարավորություն են տալու կանխարգելել հնարավոր միջամտությունները ընտրական գործընթացին։ Այնուհետև, երբ քաղաքացուն տրվում են 1-ից 19 քվեաթերթիկները եւ ծրարը, քաղաքացին մտնում է քվեախոց։ Քվեախոցում, հարգելի հայրենակիցներ, դուք բացառապես պարտավոր եք միայնակ գտնվել եւ լրացուցիչ որևէ վերահսկողություն, միջամտություն ձեր նկատմամբ բացառվում է։ Քվեախոցի պարագայում բացառությամբ, եթե դուք որևէ ֆիզիկական խնդիր չունեք եւ աջակցության ակնհայտ, իրավական հենքով կարիք չունեք, օրինակ մարդը ձեռքն է կոտրվել, հատուկ ընթացակարգ կա, ինչպես է նրան թույլատվություն տրվում եւ արձանագրվում է դա լրացուցիչ օգնությամբ, երկրորդ անձի օգնությամբ կատարելու իր քվեարկությունը։ Մարդը քվեախցում այդ քվեաթերթիկներից մեկը ընտրում է իր համար ցանկալի քաղաքական ուժինը, տեղադրում է ծրարի մեջ։ Մնացած քվեաթերթիկները, հարգելի քաղաքացիներ, դուք իրավունք չունեք դուրս բերելու։ Պետք է նետվեն քվեախցի մեջ արկա դիմացի փոքրիկ աղբարկղը։ Եվ այնուհետև քաղաքացին ծրարի մեջ տեղադրված քվեաթերթիկով ծրարը ձեռքին դուրս է գալիս։ Շատ կարևոր կարգավորում, որը նորություն է, հարգելի հայրենակիցներ, բոլորս հիշում ենք ապրիլի 7-ին հայտնի օրինագիծը, որը մի քանի Մենք տեսնում ենք մի նախագիծ, հապշտապ, արտահերթ կարգով ընդունված, հակաօրինական, որովհետև միջազգային եւ ներպետական չափորոշիչներին հակասում են, որով արգելեցին անձնանունների կիրառումը։ Բնականաբար այս նախագիծը ուղղակիորեն մեր քաղաքական ուժին նվիրված էր եւ կոնկրետ հավասարության սկզբունքը ընտրական գործընթացի հերթական անգամ մեր նկատմամբ կիսակիրառվեց, խախտվեց, բայց դրան զուգահեռ այդ նախագծում եւս մեկ փոփոխություն կար, որի մասին բազմաթիվ մեր հայրենակիցներ իրազեկ չեն։ Եթե ծրարի մեջ քվեաթերթիկից բացի այլ քվեաթերթիկ է արկա լինում, բոլոր քվեաթերթիկները այլևս անվավեր են ճանաչվելու։ Ես խնդրում եմ սրան շատ մեծ ուշադրություն եւ իրազեկում, որովհետեւ նախորդ ընտրությունների փորձառությունս հաշվի առնելով, հաշվարկների ժամանակ մենք բազմաթիվ դեպքեր է լինում, որ ծրարներից հանում ենք 1-ից ավելի քվեաթերթիկներով տրցակ, մարդը քաղաքացին գալիս է, օրինակ 1, 2, 3-րդ քվեաթերթիկն է, ուզում ընտրել, 3-րդից սկսած մնացած տակի քվեաթերթիկները դնում է ծրարի մեջ, մոռանում է նետել աղբարկղը, իներցիայով, տարիքով մարդիկ են լինում, շփոթմունքի տեղիք է տալիս, եւ նախկին ընթացակարգը, որը գործում էր, մենք վավեր էինք համարում այն քվեաթերթիկը, որի վրա փակցված էր դրոշմանիշային կնիքը։ Շատ հաճախ բնականաբար, երբ տրցակ էր լինում, մարդու համար կարող է ոչ ցանկալի քվեաթերթիկը վավեր համարվեր, որովհետև հակառակ կողմից է փակցվում։ Բայց այլևս, եթե 1-ից ավելի քվեաթերթիկ կամ ավելորդ իր է լինում մեջը տեղադրված, բոլոր քվեաթերթիկները անվավեր են համարվում, հետևաբար խնդրում եմ ուշադիր լինել, որ այդ տրցակի մեջից քվեաթերթիկների կոնկրետ մեկ ընտրեք։
Այնուհետև, երբ ձեր ընտրությունը կատարեցիք դուրս եք գալի, մոտենում եք վերջին սեղանին, որի վրա տեղադրված է լինում քվեատուփը եւ կողքը աշխատակից հանձնաժողովի անդամը նստած է լինում դրոշմանիշային կնիքներով։ Սա ընտրական գործընթացի ամենակարևոր փաստաթուղթն է, փոքրիկ այսպես ստիկեր է դրոշմանիշային կնիքը, որը հաստատում է տվյալ քվեաթերթիկի վավերականությունը։ Առանց դրոշմանիշային կնիքի քվեաթերթիկները ուղղակի թղթի կտոր են։ Եվ ունեցել ենք դեպք, խնդրում եմ այստեղ է ուշադիր լինել, որ դրոշմանիշային կնիքը, օրինակ աշխատակցի կամ քաղաքացու շտապողականության պատճառով չի փակցվել եւ քաղաքացին նետել է ծրարը քվեատուփը։ Այս պարագայում պահանջում ենք, որպեսզի նորից զրոյականից արձանագրվի այդ հանգամանքը, որ առանց դրոշմանիշ նետվել է ծրարը եւ նորից քաղաքացուն սկզբից տրամադրվեն քվեաթերթիկները ծրարը ու նորից մարդը իր ընտրական իրավունքը իրացնի, որովհետեւ այստեղ տեխնիկական վրիպակի պատճառով չի կարող քաղաքացու ընտրական հիմնարար իր քաղաքական իրավունքը ավելի նվաստ կարգավիճակ ստանալ։ Հարգելիներս, սա ըստ էության հիմնական գործընթացն է արագացված ներկայացված, որը տեղի է ունենում։ Հիմա կուզեի իմ կողմից արձանագրված եւ գործընկերներիս կողմից այդ թվում ինձ փոխանցված ահազանգերի մասին խոսել։ Հատկապես ահազանգերը տրամաբանորեն օրվա իշխանության քաղաքական ու այդ տվյալ քաղաքական ուժի կողմից են արձանագրվում, որոնք ովքեր մասնակցում են այս ընտրապայքարին եւ հատկապես մեր քաղաքական ուժի պարագայում առաջին անգամ չէ, որ իրենց թույլ են տալիս վարչական ռեսուրսների շահարկում եւ կիրառում։ Առաջին հիմնական ահազանգը, որ ստանում ենք, դա այն է, որ քաղաքացիներին հրահանգում եւ ստիպում են լուսանկարահանել կամ տեսանկարահանել քվեախցիկում այն քվեաթերթիկը, որ ըստ էության իրենց ուժի օգտին տրվող քվեաթերթիկը։ Հարգելի հայրենակիցներ, սա ըստ էության արգելված արարք է, առաջին, երկրորդ, դուք հիմա հնարավորություն ունեք մտնել, քանի որ ընտրություններին այլևս չկա գրիչ եւ մատիտ, մարդիկ ընդհանրապես ընտրում են մի քվեաթերթիկը եւ տեղադրում են ծրարի մեջ։ Դրեք այդ տվյալ ուժը, եթե վախեր ունեք, ճնշման եք ենթարկում, նկարեք, այնուհետև նետեք աղբար կղա եւ ընտրեք այն քաղաքական ուժին, որին իսկապես ցանկանում եք տալ ձեր քվեն։ Սա մեկ։ Երկրորդը, ահազանգեր ենք ստանում, որ մարդկանց ստիպում են, մասնավորապես մեր ուժեղ Հայաստան դաշինքի 3-րդ համարի քվեաթերթիկը դուրս բերել որպես ապացույց, որ մեր օգտին չեն քվեարկելու։ Հարգելի հայրենակիցներ, սա իրավախախտում է եւ դուք ինքներդ կարող եք խնդիր ունենալ, եթե արձանագրվես, որ դուք քվեաթերթիկ եք դուրս բերում։ Հետևաբար, կրկին ասում եմ, մի թույլ տվեք, որպեսզի ձեր նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառեն ու դուք եք դառնալու ու հիմնական այն աղբյուրը, ովքեր որոշելու են, թե ով է մեր Հայաստանի Հանրապետության հաջորդ իշխանությունը եւ այս ճնշումներին վերջ տալու հիանալի ու շատ մոտալուտ հնարավորություն ունեք, հետևապես կրկին եմ ասում, թեկուզ առնվազն այն տեսանկյունից, որ ռիսկ է, մի գնացեք ռիսկի կատարելու իրավախախտում, որովհետև քվեաթերթիկ դուրս բերելը, բացի այն, որ ձեր կամքի վրա հարկադրանք է եւ ճնշում ձեր նկատմամբ, նաեւ իրավախախտում է, որը կարող է հետևանք ունենալ։ Եվ երրորդ ահազանգը, որի մասին էլի լսել էինք նախորդ ընտրություններին, դա այն է, որ քաղաքացիներին հատկապես մարզաբնակ, գյուղաբնակ ահաբեկում են, ասում են, որ քվեախցերում գաղտնի տեսախցիկներ են տեղադրված լինելու, որի միջոցով նայելու են, թե մարդը ում օգտին է քվեարկում։ Հայեր ջան, մենք բոլոր 2005 տեղամասային կենտրոններում ունենալու ենք ներկայացուցիչներ եւ երաշխավորում ենք, որ քվեախցերում եւ տեղամասային կենտրոններում բացի օրինական տեսախցիկներից ավելորդ թաքնված որևէ տեսախցիկ չի լինելու, որը կկարողանա արձանագրել, թե դուք ում օգտին եք քվեարկում կամ ինչպես եք ձեր կամարտահայտությունը դրսևորում։ Հարգելի հայրենակիցներ, գնացեք ազատորեն իրացրեք ձեր քաղաքական իրավունքը, որովհետև այսօր շեղել են այն սահմանադրական ճշմարտությունը, որ քաղաքացին ու ժողովուրդն է մեր երկրում Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը, եւ շեղվել ու
խախտել, խեղել են քաղաքացիական պայմանագիրը քաղաքացու հետ։ Դա բացարձակ ճշմարտություն է, դա սահմանադրորեն ամրագրված հիմնադրույթ է, որ ժողովուրդն է իշխանության աղբյուրը, եւ մեր նպատակն է, որ մեր երկրում հնարավորություն ունենանք կազմակերպել եւ իրականացնել արդար, հավասար, ուղղակի, ընդհանուր ընտրություններ, որովհետև հենց ընտրությունների որակն է տալիս տվյալ պետության իրավական ու ժողովրդավար լինելու հիմնական գնահատականը։ Հիմա հաշվի առնելով այս միջամտությունները եւ մի շարք այլ խախտումներ, որոնց հետքերով մենք դիմումներ ենք ներկայացնում կենտրոնական ընտրական հանձնաժողով, օրինակ նույն վարչական ռեսուրսների կիրառման դեպքերը, տեխնիկական, նաեւ նշեմ, որ խախտումները իրենց բնույթով լինում են տեխնիկական եւ բովանդակային։ Տեխնիկական են օրինակ պաստառների հետ կապված գործընթացները, կրկին, մենք արձանագրած ունենք դեպքեր, այդ թվում տեսանյութ, ինչպես են իշխող ուժին քաղաքացիական պայմանագրին առնչելի գործիչներ, մարդիկ, ակտիվիստներ պատռում մեր պաստառները Ուժեղ Հայաստան դաշինքի։ Դա եւս իրավախախտում է եւ պետք է հետևանք կրեն։ Բայց բովանդակային առումով էլ մենք, բովանդակային առումով է, հարգելիներս ավարտեմ ու հարցերին, անցնենք։ Բովանդակային տեսանկյունից էլ խախտումներ են, երբ օրինակ վարչական ռեսուրսներն են կիրառվում։ Մի հետաքրքիր ինֆորմացիայով կիսվեմ, չխորանամ, մեր դիմումների բովանդակության մեջ ժամանակ նայենք, մենք վեր ենք հանել ցուցակներից մոտավորապես հազարավոր հասցեներ, իսկ կոնկրետ 100-ը գերազանցող 689 հասցե, որոնց վրա 100-ից ավել մարդ է գրանցված, հաշվառված։ Սրա հետքով կոնկրետ օրինակ մի հասցե կա, որի վրա 303 անձ է հաշվառված։ Սրա հետքերով դիմել ենք թե ներքին գործերի նախարարություն, թե կենտրոնական ընտրական հանձնաժողով պարզաբանման նպատակով, որովհետև առնվազն հարյուրավոր հասցեները 100-ից ավել հաշվառված անձանցով մտահոգության տեղիք են առնվազն տալիս եւ լիահույս եմ, որ նորմալ պատշաճ պարզաբանում եւ լուսաբանում կստանա այս հարցը։ Հիմա ես կցանկանայի մեր կողմից պատրաստված կայքեջը ներկայացնել, որտեղ թե ընթացակարգն ենք ընտրական գործընթացի ներկայացնում, թե ներկայացնում ենք մեր թեժ գիծը եւ խնդրում եմ հարգելիներս, մենք այնտեղ նաեւ հնարավորություն ունենք էլեկտրոնային մեյլ ունենք որպես թեժ էլեկտրոնային հասցե, որտեղ հնարավորություն կոճակ կա ձեր կոնֆիդենցիալությունը երաշխավորելու, այնպես որ եթե անգամ վախեր կա, իսկ այդ վախերը կան, մարդիկ փողոցում մոտենում են, օրինակ ես ահազանգերը ինձ ներկայացնում են, որ օրինակ իմ վրա ճնշում են գործադրել, որ պետական նման հիմնարկի աշխատակից եմ, որպեսզի նկարեմ իմ քվեաթերթիկը, որպեսզի մարդը խնդիր չունենա, մենք այդ կոնֆիդենցիալության հնարավորությունը քաղաքացիներին տալիս ենք ու մենք անպայման գնալու ենք ահազանգերի հետքերով։ Եթե կարելի է անցնենք կայքեջի ներկայացմանը, Ինչքան էլ որ քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, փորձել ենք հնարավորինս քաղաքացու իրավունքներից եւ քաղաքացու իրավունքի միտված էջ պատրաստել, այն կոչվելու է քո ձայնը քաղաքացիական ուղեցույց է։ Օրինակ, սկսենք հենց սկզբից, քվեաթերթիկը։ Մարդիկ անգամ պատկերացում չունեն, թե քվեաթերթիկը ինչ տեսք է ունենալու։ Քանի որ երեք հենց կենտրոնական ընտրական հանձնաժողովում արտահերթ նիստ էր հրավիրված եւ քվեաթերթիկների պաշտոնական տեսքը հաստատվեցին, ես մեր քաղաքական ուժի քվեաթերթիկի օրինակով բերեմ։ Տեսեք, հարգելի հայրենակիցներ, ձեզ տրվելու են ըստ համարների նման քվեաթերթիկներ, որի վրա նշված է համարը, այս դեպքում մեր պարագայում երրորդ համար, նշված է լինում ուժի անունը, Ուժեղ Հայաստան դաշինք եւ նշված են լինում առաջին, երկրորդ եւ երրորդ թեկնածուների անուն, ազգանուն, հայրանունները։ Շատ այստեղ մի հանգամանքի ուշադրություն հրավիրեմ 2021 թվականին երկու դաշինքների քվեաթերթիկների վրա, ընդդիմադիր դաշինքների, հայտնաբերվել էին առավոտյան տպագրական հետքեր, այս հատվածում տպագրական ավելորդ հետքեր։
Ես ահազանգ ստանալով իմ դիտորդներից, ովքեր գտնվում են տեղամասային կենտրոններում, դիմել էի կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ ԿԸՀ բազմաթիվ դիմումների հիմքով հայտարարեց, որ դա տպագրական հետք է եւ անվավերության հիմք չի կարող հանդիսանալ։ Եթե մենք չհազանգենք, շատ հավանական էր, որ հաշվարկի ժամանակ տվյալ քվեաթերթիկները անվավեր կճանաչեն եւ քաղաքական ուժը տեխնիկական պատճառով կկորցներ քաղաքացիներին իրենց տրված ձայները։ Այնպես որ եթե քվեաթերթիկի վրա բացի նշվածից ավելորդ նշումներ եք տեսնում, անպայման խնդրում եմ ահազանգեք ու կրկնում եմ, կապ չունի, որ քաղաքական ուժի մասին է խոսքը։ Մեր խնդիրն է, անգամ եթե այլ քաղաքական ուժ լինի, ես հավատարիմ եմ մնում իմ դիտորդական առաքելության ղեկավարի պատգամին եւ կրկին պատրաստակամ ենք բոլոր քաղաքական ուժերի պարագայում էլ խախտումները բարձրաձայնել։ Հիմա տեսեք, այստեղ հղում ենք տվել եւ մարդիկ կարող են մտնել այս կոճակով եւ ստուգե անցնելով Elections AM կայքեջին, որի մասին լրացուցիչ էլի էի տեսանյութ պատրաստել եւ ստուգել իրենց տեղամասային կենտրոնը, որպեսզի ընտրության օրը խնդիր չունենան, հասկանալու թե որտեղ են։ Խնդրում եմ անտարբեր միացեք ձեր տեղամասը ստուգելու կոճակի կողքով, որովհետև էլի ահազանգեր կան, բազմաթիվ քաղաքացիներ մոտենում են, ասում են, որ իրենց տեղամասային կենտրոնները նոր ցուցակներով փոփոխվել են։ Անգամ դեպք ունենք, երբ մի ընտանիքը նույն հասցեում բնակվող երկու ընտանիքի անդամներից մի տեղամասում են, այս պահի դրությամբ գրանցված երկուսին նոր տեղամաս են տեղափոխել, այսինքն ընտանիքի համար արհեստական անհարմարություն է։ Եվ ես շատ եմ խնդրում հատկապես փորձենք իրազեկել մեր երիտասարդությանը, որովհետև երիտասարդությունն է այն կապողողակը, ով օգտվում է էլեկտրոնային կայքեջերից եւ հնարավորություն ունի իր բարեկամների, ընտանիքի անդամների, հատկապես տարեցների համար այս ստուգումներն իրականացնել եւ իրազեկել ընտանիքի անդամներին։ Այստեղ հենց հիմնական էջի վրա երկրորդ կոճակը հաղորդիր խախտում։ Մարդը դիմում է, սխում է այստեղ եւ տեսեք, կարող է ինքը ընտրել անանուն է ուզում հաղորդել, թե ոչ։ Այստեղ էլեկտրոնային եղանակով ենք մենք ստանում խախտման մասին ահազանգը, բայց նաեւ տեսեք, այստեղ ունենք, հիմա վերադառնամ հիմնական էջ, մեր թեժ գիծը 055 522 552 հեռախոսահամարը։ Խնդրում եմ այս հեռախոսահամարը ամրագրել եւ թե ընթացիկ մինչեւ հունիսի 7-ը, թե հունիսի 7-ի ընթացքում, ընտրության օրվա ընթացքում խախտումների վերաբերյալ կատարել ահազանգեր։ Այստեղ ինչպես են քվեարկում, ես այն ընթացակարգը, որ ներկայացրեցի, քայլերով տրված են, ու այստեղ տրված են դեպքեր ինչ անել, էլի դեպքերը տրված են, օրինակ ինձ ստիպում են ընտրել որոշակի կուսակցության օգտին, ահազանգը, քվեաթերթիկս վնասվեց, շատ հարցեր կան, որ քաղաքացին գնում է եւ շատ կարևոր է հանձնաժողովի անդամների վերաբերմունքը քաղաքացունի։ Իրականում ի պատիվ շատ հանձնաժողովականների, ես կրկին ընդգծեմ, որ բազմաթիվ ընտրությունների միջով եմ անցել, մարդիկ անկախ իրենց քաղաքական հայացքներից շատ պրոֆեսիոնալ մոտեցում են դրսևորում քաղաքացիներին այդ պայդուրությամբ խորհրդատվություններ են իրականացնում, ուղղորդում են, բայց ցավոք սրտի հակառակ պատկերն էլ ունենք, օրինակ նույն 2021 թվականին անձամբ ինձ հետ Երևան քաղաքում պատահած միջադեպ եմ ասում, հանձնաժողովի անդամը կրկին լինելով իշխանության ներկայացուցիչ այդ օրվա դրությամբ շատ անադեկվատ վարքագիծ էր դրսևորում, ընդ որում իր վարքագիծը քրեական օրենսգրքով արգելված արարքների շրջանակում էր տեղավորվում, խոչընդոտում էր թե դիտորդների, թե հանձնաժողովականների բնականոն օրենսդրությամբ թույլատրված գործերը, օրինակ արձանագրումը խախտումների։ Այնուհետև իհարկե բնականոն ընթացքը վերականգնվեց պետական մարմինների միջամտությունից հետո, բայց ամեն իրավիճակ հնարավոր է։ Ինչու է ժողովուրդ ջան շատ կարևոր այս ընթացակարգի, այս կայքեջի, այս թեժ գծի հրապարակումը այս փուլում, որովհետև
շատ հաճախ մեր հայրենակիցները իրազեկ չեն, իրավատեր չեն, իրավագիտակից չեն, ինչը լրացուցիչ խնդիրների է բերում։ Մարդիկ վախենում են ճնշումներից, մարդիկ չեն հասկանում, մոլորեցնում են այդ պայդրությամբ, չեն կարողանում տեր կանգնել իրենց իրավունքներին։ Մենք փորձում ենք բոլոր մեխանիզմները, գործիքները տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որպեսզի իրեն ընտրության օրվա դրությամբ ու իր քաղաքական կամքի նկատմամբ լրացուցիչ միջամտություն թույլ չտան։ Այստեղ արդեն ներկայացրեցի ստուգիր եւ հաղորդիր թեժ գծերը, նաեւ ասեմ, որ մենք եռալեզու ենք կայքեջը պատրաստել, որովհետեւ կրկին հայրենակիցներ ունենք, որ հայատար ցավոք սրտի չեն կարողանում կարդալ, արտասահմանից են եկել եւ օրինակ նույն անգլերենով բազմաթիվ հարցումներ են, անում, ասում են կարող եք անգլերեն տեքստեր ուղարկել, որպեսզի ծանոթանանք, այնպես որ եռալեզու կայքից օգտվելու հնարավորությունը կա։ Շատ շնորհակալ եմ տրամադրած ժամանակի համար, եթե հարցեր ունեք, սիրով։ Հա, եթե։ Հա, հիմա միացնեն լույսը։ Մերսի շատ։ Ահա, լսում եմ։ Մի հարց ձեր կոնկրետ վերաբերող հայտարարել են, որ հրաժարվում են տարածքներ տրամադրել, իմանալով, որ խոսքը ուժեղ Հայաստան դաշինքին է վերաբերում, կխնդրեմ սրան արձագանքեք եւ ընդհանուր ընտրական իրավունքի հետ կապված, օրինակ քաղաք ծառայողները ինչպես կարող են պաշտպանել իրենց իրավունքները, եթե նրանց ենթադրաբար կստիպեն քարոզարշավի կամ հավաքների մասնակցել, որովհետեւ այսօր թերթերը գրել էին, որ քաղաքացիական պայմանագիրը հունիսի 5-ին մտադիր է մոբիլիզացնել ողջ վարչական ռեսուրսը։ Այս ամենի ֆոնին ամենաշատը այս պահին որն է խաթարում ընտրողների իրավունքը, օրինակ ապատելեկատվություն, ճնշումներ եւ այլն, եւ արդյոք դուք ընտրական օրենսգրքում առաջնահերթ փոփոխություններ անելու անհրաժեշտություն տեսնում եք այս ամեն ինչը բացառելու համար, խոսքս ոչ միայն քաղաքացիների, այլ մյուս քաղաքացիների։ Բարի, շնորհակալ եմ։ Տեսեք, նախ ուզում եմ ընդգծել, որ ընտրախախտումները պատական չնշեցի, որ լինում են մինչ ընտրական, մինչև ընտրության օրը եւ ընտրության օրը եւ լինում են բովանդակային ու տեխնիկական։ Այս խախտումների քանակը ու որակը արդեն գալիս են գնահատական տալու ընտրությունների որակին։ Այս խախտումների ծավալը կարող է ընդհանուր առմամբ դելեգիտիմացնել ողջ ընտրական գործընթացը մեր երկրում։ Իսկ այդ ծավալը արդեն իսկ ակնհայտորեն պարզ է, որ շատ է, այսինքն իշխանության, գործող իշխանության, որը մասնակցում է քարոզչությանը, գործելավոճի տրամաբանությունը գալիս է վկայելու, որ առանց հակաօրինական միջամտությունների իրենք չեն կարող վերարտադրվել եւ իրանց կողմից թույլ տվող խախտումների տեսակները, ծավալները գալիս են վկայակոչելու միայն այդ մասին, այսինքն այս մարդիկ առանց վարչական ռեսուրսի արդեն ունեն գիտակցում, որ իրենք չեն վերարտադրվելու։ Քաղաքացիները չունեն համակրանք այս քաղաքական ուժի նկատմամբ, ինչը նաեւ բնականon է, որովհետեւ 2 ժամկետ ընտրվել են ու այստեղ շատ սյուր իրավիճակ է, հա, այն վառ ընդդիմադիր գործիչը Նիկոլ Փաշինյան վարչապետի դեմքով ով վառ պատգամավոր էր ու այդ 3-րդ ժամկետի գնալու քննադատության հիմքով եկավ իշխանության, հիմա գնում է 3-րդ ժամկետի ու գնում է 3-րդ ժամկետի 2 անգամ գրեթե տոտալ, հա, տապալելով քաղաքացիներին տրված իր խոստումները։ Իսկ դա իմ գնահատականը չէ, այս պայդրությամբ մենք ունեն 21-ից 26 թվականների գործող կառավարության ծրագիրը, որը իրավական ակտ է, փաստաթուղթ է եւ այդ կառավարություն ծրագիրը գրեթե տոտալ տապալված է, չկատարված է։ Հիմա բովանդակային բնականաբար մեր քաղաքական ուժի նկատմամբ կարծում եմ որևէ մեկի համար թաքցնելու երևույթ չէ, որ մաքսիմալ ճնշումներ են իրականացվում, բայց ես իրապես կներեք, ես իրապես հիացած եմ եւ հնարավորություն ունեմ հանրային կերպով երախտիկս հայտնելու մեր հայրենակիցներին ու հատկապես մեր աջակիցներին, որովհետեւ չնայած այս ծավալի միջամտություններից, ճնշումներից, հա, վարչական ռեսուրս ու իրավապահ մարմինների ռեսուրսների շահարկումից, քաղաքացիները մեկին բերման են ենթարկում
ավելի մարտական 10-ով հետ եմ վերադառնում ու այն փաստի արձանագրումը, որ մեր քաղաքական ուժի նկատմամբ այս կարճ ժամանակահատվածում տասնյակ հազարավոր քաղաքացիների հոսք կա, դա արդեն իսկ բացառիկության մասին է խոսում, ասեմ անգամ միջազգային գործընկերների հետ երբ շփվում ենք, միջազգային գործընկերները այս փաստերը տեսնելով, աջակիցների քանակը տեսնելով, ապշում են, որովհետև դա համաշխարհային պրակտիկայում է գրեթե նորույթ, որ նորածին կուսակցությունը կարող է այսքան թիմակից, աջակից ու համակիր ունենալ, ու բնականաբար այո, տարածքների հետ կապված տարաբնույթ ճնշումներ են եղել, սեփականատերերի նկատմամբ, հենց մեզ հետ համագործակցության տեսանկյունից, բայց ինչպես տեսնում եք, դա գործընթացին չի կարողացել վնասել կամ արկախել, որովհետև մարդիկ վճռական են, մեծամասամբ էլ մարդիկ արդեն հոգնել են այս վիճակից, փոփոխություն են ուզում, եւ ինչպես ինձ գյուղերից մեկում մի պապիկ մոտեցավ, ասեց, գիտեք, սրանք էլ նախկին դարձան, գոնե չէին միջամտում մեր ընտրական իրավունքի նկատմամբ, հիմա գալիս ճնշում են, վախացնում են ու դրա պատճառով իրանք էլ չեն վերընտրվելու, հիմա այո, այդ պապիկի խոսքերի մեջ մեր համընդհանուր իրականության ներկայացումներ, այնպես որ ես համոզմունք ունեմ, կրկին փաստերով առաջնորդվելով, որ առանց իրավախախտումների եւ այսպիսի չարաշահումների այս ուժը վերարտադրվելու հնարավորություն չունի, հետեւաբար մեր առաջնային նպատակն է այդ իրավախախտումները մաքսիմալ կանխարգելել։ Նախորդի ձեր դիտորդական առաքելության ընթացքում երբ արձանագրել եք բազմաթիվ խախտումներ, դրանք ինչ արձագանք են ստացել, արդյոք պատշաճ արձագանք ստացել են, թե ոչ, հետևաբար եթե հիմա խախտումներ եք արձանագրում, ինչ ակնկալիքներ ունեք, դրանք կստանան արձագանք, թե ոչ, եւ մեկ հարցեր Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության հետ կապված, Տավուշի մարզում նա կրկին անդրադարձել է ուժեղ Հայաստան կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանին իր խոսքերն է մեջբերում, նա իր ելույթի ընթացքում ասաց, որ Սամվել Կարապետյանին պետք է որոշ դարձնի։ Սա դուք սպառնալիքի այդպես եք դիտարկում, որ երկրի ղեկավարը սպառնում է, փորձում է ընտրություններին ընդառաջ, այսպես ասած, ճնշել քաղաքական ուժին եւ նրան ղեկավարին։ Տեսեք, դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ նախ առաջին ասեմ, ցավոք սրտի 2021 թվականին ես բավականին սեղմ ռեսուրսներ ունեի, իմ անձնական միջոցներով, իմ հասարակական կազմակերպությամբ, մեր հայրենասեր հայրենակիցների շնորհիվ եւ ներգրավմամբ ընդամենը 35 հոգի էինք եւ ասեմ 35 հոգով միայն Երևան քաղաքում 100-ից ավել խախտում ենք արձանագրել ու վեր եմ հանել մոդելները, թե ինչ խախտումներ են իրականացնում, օրինակ ձայնագողությունը հաշվարկի ժամանակ ցույց են տալիս, օրինակ 3-րդ քվեաթերթիկն է մերն այս պարագայում ու պատկերացրեք 3-րդ քվեաթերթիկը դնեն այլ քաղաքական ուժի տրցակի վրա ու հենց այս խախտումը կանխարգելելու նպատակով է ամենաշատը նաև այդ թվում մեր սիստեմայի համակարգի ներդրումը, որ փորձելու ենք բոլոր տեղերում ներկայացուցիչ ունենանք կանխարգելելու համար նման միջամտությունները։ Եվ ես շատ շնորհակալ կլինեմ, եթե դուք էլ ու այն բոլոր մարդիկ, ովքեր իրականում իրավատեր են, պահանջատեր են եւ կողմ են, որ օրինական ընտրություններ իրականացնեն, փորձեն մասնակից լինել եւ վերահսկել ընտրական գործընթացին։ Բայց քանի որ օրինակ նույն 2021 թվականին ես այնքան մասշտաբ չունեի, որ այդ խախտումների քանակով ու տեսակով ցույց տայի, որ դա կարող է ընտրական գործընթացի վրա էական ազդեցություն ունենալ, բնականաբար այդ արձանագրումները ընդունվեցին ի գիտություն թե ԿՀ-ի, թե միջազգային կառույցների կողմից, բայց չունեցան հետևանքներ։ Ասեմ ավելին, մեր դիտորդական առաքելությունը երկու առաքելություն ունի։ Համ մենք ընթացիկ արձանագրում ենք խախտումները, համ մենք կանխարգելում ենք օրվա ընթացքում եւ հնդածս խախտումները։ Նույն օրինակ Գյումրու ընտրություններին մենք բազմաթիվ ընթացիկ խախտումներ ենք տեղում կանխարգելել եւ թույլ տվել բնականon ընթացքը ապահովել ընտրությունների, ինչը եւս իր արդյունքը տվեց։
Հիմա ուզում եմ հայտարարել, որ մենք կապի մեջ ենք միջազգային գործընկերների հետ եւ զեկույցներ են հրապարակվում եւ շնորհակալ եմ նրանցից շատերը բավականին աչալուրջ են եւ այս բոլոր խախտումները, որոնք այսօրվա դրությամբ իշխող ուժը հատկապես իրեն թույլ է տալիս, մենք ամենօրյա ռեժիմով մեր գործընկերներին տեղեկացնում ենք, իրազեկում ենք ու հավատացեք, դրանք իրենց ծավալով ու բովանդակությամբ եթե շարունակվեցին, ես համոզմունք ունեմ, ինչքան էլ այդ հիբրիդային միջամտությունները տեղ են ունենում հատկապես մեր քաղաքական ուժի նկատմամբ, այդ հիբրիդային միջամտությունների հետևանքը զեկույցներում կստանան, որովհետև մենք հողի վրա մի պատկեր ունենք, որ միջազգային գործընկերներին լրիվ այլ իրականություն էր մատուցվել եւ օրինակ երբ դնում ենք ինչպես ուղակի ես այսօր հնարավորություն չէի ունեցել լրահոսին հետևելու, որ նորից Նիկոլ Փաշինյանը իրեն թույլ է տվել տենց ոչ միայն քաղաքական գործչին, առավել եւս վարչապետին ոչ հարիր խոսույթ, ինչպես ասացիք, հա, ինչ որ մեկին բոմժ դարձնելը դա ուղղակի սպառնալիք է, ունեզրկման, դա քրեական օրենսգրքի շրջանակներում տեղավորվող հանցավոր արարք է, առավել եւս, երբ մարդը պաշտոնատար անձ է, արդեն տեսել ենք, որ իրականացրել է սպառնալիքներ ու դրանք կյանքի են կոչվել, օրինակ հեծի այս չակերտավոր ազգայնացման գործընթացը, որը բացահայտ կերպով մարդու սեփականության իրավունքի խախտում էր, ոտնահարում էր, որը կրկին, հա, օրենսդրական գործընթացների շրջանցմամբ տեղի ունեցավ, արտահերթ նախագիծ բերեցին, որի վերաբերյալ միջազգային արբիտրաժային դատարանը կայացրեց որոշում, պահանջելով դադարեցնել այդ գործընթացները, իսկ դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն Նյույորքյան կոնվենցիայի վավերացված անդամ է, այլև մենք ունենք Կիպրոսի Հանրապետության հետ երկկողմանի ներդրողների շահերը պաշտպանող համաձայնագիր ու նման համաձայնագիր տասնյակ պետությունների հետ ունենք ու դա մեր միջազգային, մեր պետության միջազգային վարկանիշին ահռելի հարված էր ու ինչ տեղի ունեցավ անգամ կներեք այն աշխատակիցը կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչը ով իրեն թույլ տվեց ասելու որ միջազգային արբիտրաժի որոշումը կատարման ենթակա է նրան Նիկոլ Փաշինյանը ազատեց աշխատանքից եւ ասեց որ կառավարությունը միայն ինքն է կներեք Հարգելիներս, սա իրավական պետության համար անթույլատրելի վարքագիծ է, նույն մարդու իրավունքների եվրոպական դատանի նախադեպային պրակտիկա գոյություն ունի։ Միեդը ասում է, որ պաշտոնատար անձը արդեն իսկ իր կարգավիճակով կաշկանդված է նման խոսույթ կիրառելու։ Օրինակ ես Գոհար Մելոյանս ավելի լայն իրավունքներ ու հնարավորություններ ունեմ որպես քաղաքացի, քան նա Նիկոլ Փաշինյան վարչապետը եւ մնացած բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որովհետեւ այդ պաշտոնը, այդ մանդատը ոչ թե առավելություն է, այլ պարտավորվածություն է ու պատասխանատվության շրջանակ է։ Իրենք երբ ընդունում են այդ պաշտոնը, ի պաշտոն է ավելի շատ սահմանափակումներ ունեն, որովհետեւ իրենք ավելի հանրամատչելի են, ավելի շատ հանրային շրջանակներ են իրենց հետևում եւ իրենք սահմանադրորեն պարտավորված են զսպվել միայն այն իրավունքներով, լիազորություններով ու գործառույթներով, որոնք իրենց տվել է սահմանադրությունը եւ օրենսդրությունը, օրենքը։ Իսկ այս մարդիկ բացահայտ կերպով օրը ցերեկով, այսպես ասած, գնում ու սպառնալիքներ են հնչեցնում։ Սա էլ է հիբրիդային միջամտություն, նորմալ երկրում էս մեր գործընկերները, որոնք բազմաթիվ ներկայացուցիչներ այսօր ունեն Հայաստանի Հանրապետությունում, ահա որ վատ արձագանք կտային, բայց ելի կրկնեմ, դիտորդական առաքելություններից շատերը, ովքեր հիմա երկարաժամկետ դիտորդություն են իրականացնում, մենք օրինակ առիթ ունեցանք իրենց ցույց տալու Նիկոլ Փաշինյանի նախորդ խայտարակ տեսանյութը, հիշում եք, հա, բժշկուհի տիկնոջ հետ, ինչ բառամթերք օգտագործվեց ուղղված ընդդիմադիր ուժերին, որոնք մասնակցում են այս գործընթացներին, այդ թվում նաև մեզ, այդ խայտարակ բառապաշարը լսելուց այդ մարդիկ ուղղակի ապշել էին, հա, չէին հավատում, որ հնարավոր է ոչ միայն քաղաքական գործիչը, այլև երկրի վարչապետը իրեն թույլ տալ, օրինակ կներեք վերարտադրեմ, բայց ես մի եզրույթը արդեմ, հա, կազացնելու եմ եզրույթ, որը ուղղակի սպառնալիք է, որովհետև կրկին եմ ասում, այնպես չի ինքը ասել է անցել է առաջ։ Կոնկրետ մեր պարագայում, մեր առաջնորդի պարագայում, պարոն Կարապետյանի, մենք դեպք ունենք, երբ
այն հայտնի եկեղեցուն մոտ տրված կարճ 1 րոպե տևող հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-յան արագ-արագ ստատուսներ գրեց եւ այդ ստատուսները կյանքի կոչվեցին շատ հրատապ կարգով, հա, իրավապահ մարմինների կողմից, այնպես որ սա եւս արձանագրելու է եւ սա եւս որակազրկում է միջազգային գործընկերների արչեւ մեր ընտրական գործընթացի արդարությունը, ասեմ ավելի, մենք ունենք գործընկերներ, դիտորդական առաքելություն, որը արձանագրել է, որ մեր քաղաքական ուժի պարագայում հավասարության սկզբունքը արդեն խախտված է, որովհետև ի տարբերություն ընտրական գործընթացի մասնակցող բոլոր քաղաքական ուժերի, մեր պարագայում մեր առաջնորդը Սամվել Կարապետյանը հնարավորություն չունի մասնակցելու նախընտրական քարոզչությանը։ Սա շատ կարևոր արձանագրում է, որովհետև տեսեք, դատարանը պարոն Կարապետյանի նկատմամբ բոլոր սանկցիաները ըստ էության վերացրել է։ Նա տնային կալանքի ներքո է գտնվում, միայն մեկ հիմնական սահմանափակմամբ չի կարողանում լքել իր տան տարածքը, այսինքն նպատակը բացառապես նրա ազատ տեղաշարժի հնարավորությունը սահմանափակելն է, ինչը անհավասարության միջավայր է ստեղծում մեր քաղաքական ուժի համար։ Ֆակտոր TV Արփի Հակոբյան, մեջբերում եմ ես քիչ առաջ հակակոռուպցիոն կոմիտեի եւ ԱԱԾ-ի համատեղ գործողությունների արդյունքում հրապարակված հայտարարությունի հատված Հիշով կեքից այսօր փողուզիչ տվին ընձի միլիոնը տվել են, Սամվել Կարապետյանը կոնկրետ փող է բաժնում, մեծահարուստ է, այդ փողերը, որ բաժնում է ում ջանից պիտի հանի։ Տիկին Մելյան, նմանատիպ ձայնագրություններ գրեթե ամենօրյա ռեժիմով են տարածվում եւ փաստորեն հիմա ներքաղաքական հակակոռուպցիոն կոմիտեն համագործակցում է ԱԱԾ-ի հետ։ Ինչի մասին են այս ամենօրյա ձայնագրությունները, օրինակ իշխանությունը ասում է, ընտրակաշառքի մասին են, պարզ լսվում է, դուք հերքում եք, բայց եթե իսկապես որևէ ընտրակաշառքի դեպք չկա, որևէ այսպես խախտումներ չկան այդ ձայնագրություններում, ինչու է գրեթե բոլոր ձայնագրություններում նշվում, որ այս բաց կապով է, զանգել այդքան ասեցինք, բաց կապով մի խոսեք, ձայնագրություններից մեկում նաև Գոհար անունն է լսվում, ես չգիտեմ դա դուք չեք, կխնդրեմ անդրադառնալ նաև դրան, ինչպես նաև Ալեն Սիմոնյանը օրերս Ֆակտոր TV հերթություն անդրադառնալով այս ձայնագրություններին ասաց, որ դրանք պետք է կոնկրետ հետևանքներ ունենան, իրավական նկատի ունենալով, ինչի մասին է խոսքը, արդյոք մտածում եք, որ այս մասով հնարավոր է նաև առանձին քրեական վարույթ նախաձեռնել հենց այս դեպքով, այս դրվագով, եւ կխնդրեմ ասեք, թե ինչ փուլում է Սամվել Կարապետյանի քաղաքացիություններից հրաժարվելու հարցը, քանի որ վերջերս նա կոնկրետ չէր պատասխանել մեր այդ հարցին, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցադրման համար ու իրապես շնորհակալ եմ, որ այս հարցը բարձրացրեցիք, որովհետև կուզեի անդրադառնալ։ Տեսեք, մենք այս ձայնագրությունների հետքերով եւս դիմում ենք միջազգային գործընկերների, որովհետև սա խայտառակ միջամտություն է մեր քաղաքական ուժի նկատմամբ եւ սա ակնհայտ կերպով թիրախավորում է մեզ։ Նախ առաջին հերթին հայտարարություն անեմ ու պնդում կատարեմ, մենք բնավ կարիք չունենք կաշառք բաժանելու, որովհետև այն բնական հոսքը դեպի մեր քաղաքական ուժ, եթե տեսնում եք, այդ չի ենթադրում կաշառք, ինչի համար կաշառք բաժանենք, հա, մարդիկ ինքնաբերաբար մեծ սեր հարգանք են վայելում ու գալիս են այս անգամ այս ճնշումների պարագայում անդամագրվում են մեզ, այդ մեկ ու դրա մասին վկայում են այն բազմա մարդ հավաքները, որոնց դուք ականատես եք լինում։ Հիմա շարունակեմ։ Նախ դուք տեսեք պնդում կատարեցիք, հա, լինելով լրագրող, ինչի անաչառություն է ենթադրում եւ ես շատ կուզեի, որ հենց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները եւս գնան այս ձայնագրությունների հետքերով։ Ցանկացած նախաքննություն, եթե դուք բացեք հակակոռուպցիոն կոմիտեի կայքեջը հայտարարությունների բաժինը, որևէ գործով սենց հրատապություն չեք տեսնի, հա, որ ինչ որ ձայնագրություն են բացահայտում կամ գործի քննության հետքերով գնում են ու անմիջապես տենց մի քանի ժամվա կտրվածքով հայտարարություն են տարածում եւ այդտեղ կանգնում է ակնհայտորեն ես շատ ցավում եմ, որ իմ երկրում իրավապահ մարմինները, որոնք ունեն շատ կարևոր առաքելություն, առավել եւս հանցավորության նման աճի պարագայում, իսկ 18 թվականի 25 թվական համադրությամբ մենք մարզեր այցեր կատարելուց հանում ենք ցուցիչներ, հանցավորությունը տենց մարզ չկա, որ գոնե առնվազն 2 անգամ ըստ հանցագործությունների տեսակի աճած չլինի։ Ես ցավում եմ, որ իրավապահ մարմինները այդքան ռեսուրսները ավելացնելու համատեքստում, ինչը կենթադրեր հանցագործության
վազում, հակառակը հանցագործության աճ են թույլ տալիս գրանցել, որովհետև ամբողջ իրավապահ մարմինների ռեսուրսը այս տարիների ընթացքում առավելապես ուղղված է ընդդիմախոսներին ճնշելու։ Հիմա դուք հղում կատարեցիք մի ձայնագրության, չէ՞։ Արդյոք այդ ձայնագրության հավաստիությունը արձանագրված է։ Արդյոք այն անցել է փորձաքննության։ Արդյոք ովքեր են այդ ձայնագրության մեջ խոսող անձինք։ Արդյոք նրանք սադրիչներ չեն։ Արդյոք ընդհանրապես ապացուցվել է այդ մարդկանց առնչելիությունը մեր քաղաքական ուժին։ Այս 5 հարցներ ունեն ոչ պատասխան։ Ու մենք արդեն նախորդ տարի հնարավորություն ենք ունեցել Սրբազան պայքարի գործով ականատես լինելու էլի մի շատ հնչեղ հայտնի ձայնագրության, որը շուրջ 1 ամսից ավելի շրջանառվեց, հետո փաստաբանները կաշկանդված լինելով նախաքննության գաղտնիքով չէին կարողանում նյութեր հրապարակել։ Հենց արդեն նախաքննության փուլը ավարտվեց ու դատարան փոխանցվեց գործը, փաստաբանները հրապարակեցին, որ այդ հայտնի ձայնագրությունը մի քանի ձայնագրություններից կտրված հատվածներ են, որոնք խմբագրվել են մի ձայնագրության մեջ։ Արդեն մենք ունենք փաստացի իրավիճակ, որ քաղաքական գործով խմբագրված ձայնագրություններ հրապարակվել մանիպուլատիվ նպատակով։ Հիմա հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունները կարող եք ասել ինչի համար են ծառայում։ Ուրեմն ամեն առավոտ, ասեմ ավելին, մենք տես չենք հրապարակում նաև այն ահռելի միջամտությունները մեր քաղաքական ուժի, մեր գրասենյակների նկատմամբ, որոնք տեղի են ունեն, որովհետև անգամ այդ միջամտությունների պարագայում մեր հանդեպ հոսքը մարդկանց ավելի է ուժ գնանում, որովհետև փոքր երկիր ենք, փոքր քաղաքներ ենք, փոքր գյուղեր ենք։ Երբ որ ապօրինաբար գալիս են 10-20 մարդու բերման են ենթարկում, ձերբակալում են, այն գյուղը վրդովումը չի հանդուրժում այդ 10-20-ի փոխարեն 100-200-ը գալիս են մեզ աջակցելու։ Հիմա ամեն օր գրեթե ամենօրյա ռեժիմով արդեն հեսա 400-յակին կհասնենք։ Մարդ է ձերբակալվում մեր քաղաքական ուժից, նոր կարմիր գիծել են հատում, մարդկանց տանում են մարմիններ, քնչական ու թույլ չեն տալի փաստաբանների մուտքը։ Իսկ ինչ են անում այդ ձայնագրությունների հետ։ Ձայնագրությունները վերցնում են պաշտոնատար անձինք, նախարար, վարչապետ, падգամավոր ու Facebook-ապետության տրամաբանության մեջ սկսում են ռիլեր ու փոստեր անել։ Կարող է որ իրանք այդ ռիլերի փոստերի տեղը մի քիչ գործ անեն, այսքան վատ չլիներ մեր երկրի վիճակը։ Իսկ երկրի վիճակը շատ վատ է։ Աղքատությունը ցույց են տալի մի տոկոսով նվազել է։ Մարզեր ունենք, օրինակ Տավուշն ու Վայոց ձորը։ Աղքատությունը գրեթե կրկնապատկվել է։ Միտեղ 25%-ից է հասել 38%-ի, միտեղ 18%-ից հասել է համարյա 40%-ի։ Գյումրիում հասել է 43%-ի աղքատությունը։ Դուք պատկերացնում եք այդ ինչ ցուցիչ է։ Կարող է ժողովրդագրությամբ զբաղվեն, ասենք բնակչության աճը, որը բնական աճը մեր երկրի -40% է դարել, էլի համեմատությամբ ասեմ ավելին, ընդամենը 2 տարվա։ Այսինքն մահերը ծնելիությանը գերազանցում են։ Ամուսնալուծությունները տոկոսով ավելացել են, ամուսնությունները պակասել են, ծնելիությունը պակասել է, ասեմ ավելին։ Երևի քիչերն են տեղյակ նոր պետական նպաստի մասին, եթե 14 թվականից ի վեր ընտանիքներին, 3-4 երեխայի համար տալիս էր պետությունը 1 միլիոն դրամ, իսկ 5-րդ երեխայից սկսած 1.5 միլիոն դրամ, այլևս սեպտեմբերի 1-ից, եթե այս իշխանությունը մնաց, ցանկացած երեխայի համար ընդամենը 500,000 դրամ նպաստ են տալու։ Ինչու՞։ Դեմոտիվացնում է պետությունը բնակչության աճը։ Իսկ ինչու է դեմոտիվացնում։ Այն էլ մեր բնույթի ազգերի համար, որոնց բնակչության նվազումը կարող է ճակատագրական ելք ունենալ։ Հիմա որ ասեմ 300,000 ադրբեջանցի, կասեն մտածածին թեզ է։ Իսկ ում մտածածին թեզն է, այդ որտեղից ենք վերցրել։ Ալիևը ասում է, իրենք հաստատում են։ Ադրբեջանը չի ըստ այսօրվա իշխանության տրամաբանության մեր անվտանգության երաշխավորը։ Իսկ մեր բնակչությանը ինչ որ մեկը իրազեկել պատմել է, որ Ալիևի հովանավորությամբ Արևմտյան Ադրբեջանի համայնք է ստեղծվել։ Այդ մարդիկ գնում են կազմակերպություններ են, միջազգային կառույցներում մակում եւ մնացած կառույցներում ելույթներ են ունենում, հայտարարություններ են տարածում ու պահանջում են Արևմտյան Ադրբեջանի վերականգնումը։ Իսկ ինչ որ մեկը մեր հայերից ներկայացրել է, որ այդ Արևմտյան Ադրբեջանը ադրբեջանցիների տրամաբանությամբ այդ թվում Երևանն է։ Իսկ ինչ որ մեկը ասել է, որ այդ մարդիկ, եւ որ այդտեղ եթե թեկուս այն կոնտեքստով են գնում, որ ինչ որ ժամանակ ապրել են, իրանք փոխհատուցումներ են ստացել, իրանք իրենց կամքով լքել են արցախահայության պես ցեղասպանության չեն ենթարկվել ու բռնի տեղահանվել։ Օրինակ այդ նույնը ոնց որ մենք հիմա Կիրովաբադ վերադառնալու պահանջատիրությամբ ներկայացնենք։ Չունենք, չէ՞ տենց պահանջատիրություն։
ուզում եմ ասել ինչի եմ այս համադրությունները բերում։ Այդ հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունները մտածածին են, իրենք միակ նպատակը ունեն մեր քաղաքական ուժի հանրային ընկալումը որոշակիորեն հարվածելու, հեղինակազրկելու, բայց կրկին ասում եմ, հո այս երկիրը փոքր է, մարդիկ իրար ճանաչում են, եղելության մասն է շատ լավ գիտեն։ Այդ միակ նպատակը կատարում են մարդուն, ով Facebook-յան իրականությունում ապրում, իր իրականությունը մանիպուլացնելու, ինչը չեմ կարող չհերքել, այս իշխանության մոտ հիանալի ստացվում է։ Մի բանում իրենք շատ հմուտ են, դա մեդիա դաշտում մանիպուլյացիաներ կատարելուն ու հավասարը չունեն։ Մենք ճշմարտախոսության կանխավարկածով ենք գալիս ու կրկին ասում եմ, թող օբյեկտիվ քննություն իրականացնեն։ Չի կարելի իրավապահ մարմիններին ծառայեցնել նման արհեստական միջամտությունների։ Բաց կապի մասին չխոսեցիք։ Կրկին եմ ասում, օրինակ եթե Սադրիչա հատուկ ասում է, վայ բաց կապով զանգի։ Ասում եմ դուք գիտեք ովքեր են այդ ձայնագրության մասնակիցները։ Ես չգիտեմ։ Ես այդ ձայնագրություն, իսկ ասում եք գոհար անունա տրվել, մեր քաղաքական ուժում 2 գոհար կան, կարող է հատուկ տրվում մեզ թիրախավորելու նպատակով։ Արդյոք դա հաշվի չեք առնում։ Կրկին ասում եմ, այդ ամենը պետք է փորձաքննվի, այս երկիրը ի վերջո գոնե թղթի վրա իրավական ու ժողովրդավար է։ Իսկ այդ ամեն ինչ հիմա իրենք անում են, դա այդ ժողովրդավարության ու իրավականության տրամաբանությանը հակասում է։ Ես ինչ պնդում արեցի, որ դուք ասացիք պնդում եք անում։ Չէ, դուք ասում եք նման ընթերցեցիք, հղում կատարեցիք ձայնագրությանը, ասում եք նման ձայնագրություն կա, որը ասում են ու որը ձեզ կավորում են։ Ըստ էության դուք այդ ձայնագրությանը հավաստիության կանխավարկածով եք մոտենում։ Չէ, ես ձեզ հարցնում եմ, ասում եմ իրենք հրապարակն են, ես փաստ եմ ասում, փաստը չէ որ հակառակ։ Որ վերադառնաք ձեր ձայն, հա, ես փաստ է, որ վերադառնաք ձեր հարցադրմանը կտեսնեք ինչ պնդում էր, էլի, երբ ասում եք ձեր ուժի վերաբերյալ նման ձայնագրություն։ Դե ես էլ ասում եմ, ես ասում եմ, որ այդ հաղորդագրությունները ունեն հավաստիության լրջագույն խնդիր եւ ես կխնդրեի հենց որպեսզի դուք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներդ ես օրինակ նոր իրազեկումներ արեցի, հա, սրանց հետքերով գնալ, եթե իրապես դուք շահագրգռված եք, որ մեր երկրում լինեն օրինական ընտրություններ, հա, որ մեր երկրում այս հիբրիդային իրավիճակը վերացվի ու նորովերտոնի պատուհանները փակվեն, որովհետեւ արդեն սկվայսնյակ է, հա, մեր երկրում մրսում ենք։ Իրապես հենց ես շատ եմ գնահատում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու ձեր ուժը։ Ես 5 շարժում եմ անցել ընդդիմադիր ու տեսել եմ թե ինչ կարող եք դուք անել, երբ ամբողջ պետական համակարգը մեր դեմ է աշխատում ու կրկին, հա, այս ընտրություններին մեր զորավիկը նաև դուք եք, դրա համար է հրավիրված այս մամուլի ասուլիսը, որովհետև պատահական չի, որ դուք եք 4-րդ իշխանություն կոչվում։ Ինչեր կներեք Սիմոնյանը ձայնագրություններին անդրադառնալով նշել է, որ սրանք պետք է կոնկրետ իրավական հետևանքներ ունենան եւ Սամվել Կարապետյանի քաղաքացիության հարցը։ Հա, ես կուզեի, որ նաև իրենց հայտարարությունները իրավական հետևանք ունենան, եթե իրավական երկրում ապրենք, օրինակ, երբ վարչապետը իրեն թույլ է տալիս մարդուն սպառնալ բոմբ սարքելով։ Եթե նորմալ իրավական պետություն լինեինք, արդեն քրեական գործ հարուցված կլներ եւ նոր չէ որ այս հայտարարությամբ, հա, բազմաթիվ դրվագներ կան դրա համար, քաղաքացիության հետ կապված է բազմիցս անդրադարձել ենք, թե պարոն Կարապետյանը, թե պարոն Վարդևանյանը, որ որևէ մեկը չի հերքել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության զուգահեռ Սամվել Կարապետյանը այլ երկու պետության քաղաքացիություն ունի, դա նորմալ է իր մասշտաբի մարդու համար, ասեմ ավելին, այդ շատ երկրներում նման հեղինակավոր մարդկանց քաղաքացիություն նաև շնորհվում է, պետությունն է նվիրում ու առաջարկում, իսկ դրանից հրաժարվելը հատկապես երբ որ մարդը տվյալ երկրում ֆիզիկապես ներկա գտնվելու հնարավորություն չունի, տեխնիկապես բավականին խրթին գործընթաց է դառնում, հա, որովհետև պետքա միջնորդավորված լինի, պետքա գործընթացներ անցնեն, կրկին այլ պետության մասին է եւ կրկին այն իրավիճակի մասին է, որ պարոն Կարապետյանը նոր հնարավորություն ունի ավելի ազատորեն գործելու գոնե իր տան շրջանակներում։ Հետևաբար մեկնարկները տրված են, ինչպես հայտարարել են, ու գործընթացը շարունակվում է։ Հիմա ինքը կոնկրետ ժամկետով սահմանված չի, հա, որ այս երկրում քաղաքացիությունը երբ է դադարում։ Այդ հարցերին, թե երբ դադարեցման կոնկրետ դե յուրե իրավիճակը կունենանք, պարոն Վարդևանյանը կարծում եմ ավելի ճշգրիտ կպատասխանի, բայց ես իրազեկեմ, որ
ինչպես հայտարարել ենք, արդեն քաղաքացիություններից հրաժարման գործընթացը մեկնարկել էր։ Տիկին Մնոյան կապված Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացիություն ունենալու հետ ինքը հայտարարել էր, որ իրավական ճանապարհով կգնա, կարող եք մանրամասնել այս պայծրությամբ ինչ նորություն կա։ Բնականաբար դատական գործեր կա զրպարտություն, վիրավորանքի, որովհետև դա անհեթեթություններ հերթական, հա, հիբրիդային միջամտություն, այսինքն մարդը իր ողջ կյանքը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի է եղել, ոնց որ հիմա ամեն օր մենք զարթնենք, մի հատ մանիպուլատիվ նույն քաղաքացիական պայմանագրի պաշտոնյաների հետ կապված կարող է շատ էլ ավելի հավաստի թվան, հա, ինչ որ տենց փաստաթղթեր հրապարակենք, որոնց հավաստիությունը կասկածելի է։ Լավ տեղ չի տանի։ Պարոն Կարապետյանը, ովքեր որ շահարկել են այդ թեման, հատկապես պաշտոնատար անձանց կողմից, ու բնականաբար պետք է գոնե սկսեն հետևանքներ կրել իրենց խոսքերի համար։ Շատ կներեք, էլի գործընկերուհին է հարցում։ Մեկ հարց ունեմ, մեդիա-լրատվական տեղեկություն է շրջանառվում, որ արցախցիները նույնպես կարող են մասնակցել ընտրություններին, նույնպես իրավունք ունեն, չնայած որ չունեն Հայաստանի անձնակետ, Հայաստանի քաղաքացիություն, այդ մասին տեղյակ եք, ինչպես կարող են մասնակցել ընտրություններին։ Հա, ես անկեղծ ասած գիտեմ գործընկերներիցս մեկը հայտարարություն էր տարածել, որ շահած դատական գործ կա, բայց ցավոք սրտի այդ մի գործը առաջին ատյանի դատարանի ըստ էության տարածելի չէ իրավականության տեսանկյունից բոլոր արցախցիների վրա, եւ եթե շահած գործ կա, այնուամենայնիվ նրանցից յուրաքանչյուրը պետք է իր գործով անհատական դիմում ներկայացնի, եւ ես պատրաստակամ եմ իրավական աջակցություն ցուցաբերելու, կարծում եմ մեր երկրի իրավական ու փաստաբանական համայնքից բոլորն էլ պատրաստակամ կլինեն մեր արցախցիներին, եթե նպատակ ու ցանկություն կա աջակցելու այս հարցում։ Այսինքն ճիշտ եմ հասկանում, այս բանը չեն կարող գնալ։ Չէ, այդ խնդիրը երեք միգրացիա եւ քաղաքացիության վարչությունն էլ է հայտարարություն տարածել, այդ մեկ գործը որոշումը համընդհանուր տարածելի չէ։ Ինքը նախադեպ չի դառնում, էլի կոնկրետ գործով է որոշում կայացվել։ Մերսի շատ։ Այսօր է Մանիա Պողոսյան, Տիկին Մելոյան նշեցիք, որ հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունը, որը ենթադրաբար վերագրվում է ուժեղ Հայաստան կուսակցության անդամներին եւ համակիրներին, փորձաքննության ենթարկված չէ։ Արդյոք դուք ձեր ուժը դիմելու է փորձաքննություն ենթարկելու համար այդ ձայնագրությունները, որպեսզի պարզվի դրանց իսկությունը, եւ հանրությունը ինչպես համոզված լինի, ինչ հակափաստարկներ ունեք, որպեսզի հանրությունը համոզված լինի, որ նման բան չկա, եւ արդյոք մտավախություններ չունեք, որ այդ ձայնագրությունները կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Բնականաբար ունենք մտավախություն, որովհետև բնականաբար մեր հանրային հեղինակությանը վնասելու նպատակով են այդ ձայնագրությունները հրապարակվում եւ շահարկվում։ Կրկին եմ ընդգծում, հա, մի հատ, եթե դուք լրագրող եք, լրատվական համայնք եք, եթե լրատվական հետաքննություն անեք, անաչառ կտեսնեք ինչի են ծառայում, հա, այս հայտարարությունները։ Իրենք բացառապես հրապարակվում են եւ իշխանական ներկայացուցիչները վերցում սկսում են տարբեր կերպով մանիպուլացնել, շահարկել, ել չասեմ, այդ խոսակցության բովանդակություն օրինակ վերացարկվենք, ընդունենք ինչ որ մեկ այդ ձայնագրությունից իրականում ճիշտ է, հա, այդ մտնում են այդ մարդկանց ընտանեկան միջավայր, ինչ որ իրենց ավելորդություններ են թույլ տալիս եւ այլն։ Ես կրկին ընդգծում եմ, այդ ծավալը բնականաբար մենք հայտարարել ենք, իմ քաղաքական ուժի առաջնորդները հայտարարել են, որ նման ձայնագրությունը չի կարող մեզ հետ աղերս ունենալ։ Մենք պաշտոնապես ասել ենք, որովհետեւ մենք որևէ մեկին, պնդում եմ կատարում, կաշառք չենք տալիս, մենք չունենք կարիք որևէ մեկի կաշառք տալու, դրա համար չենք տալիս։ Ու այդ ձայնագրությունները բացառապես երրորդը միտված են մեր քաղաքական ուժի հանրային հեղինակության վրա ազդելու ու այդ հրապարակող իրավապահ մարմինն է կաշկանդված դրանց իսկությունը, հավաստիությունը ապացուցելու սկզբունքով կրկին մի շարք քրեական գործեր կան մեր երկրում, հարյուրավոր, որոնք անգամ մոտավորապես մի 5%-ով էս օպերատիվ արագությանը մոտ չեն։ Ինչու այդ գործերով չեն հրապարակվում նյութեր։ Պատասխանը ակնհայտ է, որովհետև չկա քաղաքական նպատակահարմարություն։ Շնորհակալ, հա, ու ավարտենք, էլի կներեք, էլի հանդիպում։ Նախ աջակցակից ստանում եք ահազանգեր, որ մոտավորապես
մոտավորապես 30-40 հասցեներում մոտեցել են, ողջել են ընդդիմության, մասնավորապես Ուժեղ Հայաստանի ու Հայաստան դաշինքի պաստառները ու պարզվել է, որ դա ՔՊ-ի հետ կապող կեղծ դպիրն է։ Ինչպես է մեկնաբանում իրավիճակը ու արդյոք ինչու համաչափ արձագանք չկա իրավապահների կողմից, ու երկրորդ հարցը Հայաստանի Հանրապետության օրենքով 2-ից 5% հավաքած ու 5-ից 20% ձայն հավաքած քաղաքական ուժերը, կուսակցությունները, որոնք չեն մտնում խորհրդարան, իրենք պետբյուջեից գումար են ստանում ու կոպիտ ասած 5 տարով անհետանում են քաղաքական դաշտից։ Խնդրում եմ մեկնաբանեք, արդյոք օրենքում կա կարգավորում, որ տվյալ քաղաքական ուժերը ինչ որ հստակ գործունեություն ծավալեն պետբյուջեից ֆինանսավորելու համար։ Շնորհակալ եմ։ Ես ճիշտ ասած ընթացքում որ ասում եմ, հենց այդ դպիրի դեպքն էլի նկատի ունեի, որովհետև մեզ էլ են ուղարկվել այդ ձայնագրությունները, քաղաքացիական պայմանագրին առնչվող այդ հանրային կերպարը, ինչ որ քաղաքացու հետ շրջում է եւ պաստառներն են փոխում, դա վարչական իրավախախտում է եւ իրավապահ մարմինները արդեն հանրամատչելի տեսանյութ է։ Օրինակ, կարելի է հարց ուղղել ձեր կողմից իրավապահ մարմիններին, արդյոք հետևանք կրել են այս երկուսը, վարչական պատասխանատվության ենթարկվել են այդ իրավախախտման համար, որովհետեւ ինքը արձանագրված փաստ է։ Ու բոլոր այն մարդիկ, ովքեր պաստառ են փչացնում, վնասում, դա կրկին ուզում եմ հանրայնացնել, որ վարչական իրավախախտում է։ Հետևաբար այդ մասով ես լիահույս եմ, որ հետևանք կկրեն այնուամենայնիվ, սենց բացահայտ ամենաթողության միջավայրում չենք։ Ինչ կվերաբերում է այո կուսակցությունների մասին սահմանադրական օրենքում կա այդ կարգավորումը, որով նվազագույն շեմը չհաղթահարած ուժերին ըստ տոկոսային հարաբերակցության բանաձևեր է տրվում, որ պետական սուբսիդիաներ են տրամադրվում, ասեմ ավելին, այդ փոփոխությունը 2020-ից հետո է կատարվել, մինչ այդ հստակ գումարեր, շատ ավելի փոքր գումարի մասներ խոսքը տրվում պետության կողմից որպես ֆինանսավորում քաղաքական ուժերին, կուսակցություններին ու ոնց որ գործընկերներից կարծեմ դուք եք հարցադրում տվեցիք օրենսդրական փոփոխությունների մասին, ես որպես մասնագիտությամբ իրավաբան ու ավելի նեղ մասնագիտացված այս քաղաքական ընտրական գործընթացներում բնականաբար պատկերացումներ ունեմ մի շարք փոփոխությունների մասին, որոնք պրակտիկայում կկատարելագործեն իրավիճակը ու ավելի կմինիմալիզացնեն ընտրական խախտումները, բայց ասեմ ավելի շատ ոչ թե որակն է ընտրական օրենսգրքի կամ բացերի արդյունքում են, այլ դրանց շրջանցելու խախտումների արդյունքում են, տեղի ունենում ընտրական իրավունքի ոտնահարումները, հետևապես այստեղ բնականաբար էլի վերանայումների տեղիք տալիս է։ Իրականում այդ ֆինանսավորումը պետական նպատակ ունի համաշխարհային պրակտիկայում բռնելու ձեռքը փոքր կուսակցությունների քաղաքական դաշտը լավարկելու, որպեսզի իրենք հնարավորություն ունենան մասնակցելիության տեսանկյունից, մրցունակ լինելու ավելի խոշոր քաղաքական ուժերի հետ, որովհետև էլի այդ նույն կարգավորման մեջ այն քաղաքական ուժը, որը ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեն, իրեն չի տրվում այդ սուբսիդիան։ Եթե առողջ միջավայր լիներ, չունենանք այս նախադեպային պրակտիկան, այդքան փոշիացումների հնարավոր կարելի էր շատ դրական վերաբերել, բայց մենք ցավոք սրտի տեսնում ենք այդ որ փոքր քաղաքական ուժերի մասնակցելիության տեսանկյունից ըստ էության բավականին ձայն է փոշիանում, ինչը բացասաբար է անդրադառնում քաղաքական դաշտի վրա։ Կներեք էլի արդեն ավարտում ենք։ Դուք պատրաստվում եք դա դիտալ Նիկոլ Փաշինյանին, որ Սամվել Կարապետյանին լրտես են անվանում։ Եթե չեմ սխալվում, արդեն գործընկերներս ընթացք են տալիս այդ բոլոր հայտարարություններին, էլի ավելի ճիշտ պարոն Վարդևանյանը մանրամասները կներկայացնի, բայց մենք փորձելու ենք բոլոր այդ սրբարտություններին, վիրավորանքներին, հանցավոր տարեր պարունակող հայտարարությունների նկատմամբ, թե հանցագործությունների մասին հաղորդումներ տալ, թե քաղաքացիաիրավական դաշտում գնալ դրանց հետքերով։ Շնորհակալ եմ շատ։ Merci շատ ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։